Երեք որսորդ, երեք իմաստուն գլուխ։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Երեք ընկերներ, երեք իմաստուն գլուխներ որոշում են գնալ որսի։ Մի տափան են գցում ուսները, հրացանի փոխարեն։ Փափախները զարդարում բադի փետուրներով ու ճամփա ընկնում։ Գնում, բալկանն անցնում են, իջնում Սոֆիայի հարթավայրը։ Դաշտի մեջտեղում տեսնում են մի ուռենի, ուռենու տակ մի տերտեր փարաջայով, բայց առանց մորուքի, կանեփաթելը ձեռին ինչ-որ սագի վիզ է կապում։ «Բարի օր, տեր հայր», ասում է առաջին որսորդը։ «Ինչու ես կապում այդ սագը»։ «Պիտի կախեմ», պատասխանում է տերտերը։ «Ինչու»։ Մեջ է մտնում երկրորդ որսորդը։ «Որովհետև սա ինձ մեծ վատություն արեց։ Գիշերս քնել էի դրսում։ Սա գալիս, տեսնում է մորուքս ու կարծելով, թե խոտ է, սկսում է արածել։ Մի կախի տուր մեզ, մենք դրան կտանենք կգցենք գետը», ասում է երրորդ որսորդը։ «Վերցրեք», համաձայնում է տերտերը ու ոտքով առաջ հրում սագին։ «Տարեք, թող կորչի գլխիցս»։ Որսորդներն անմիջապես վերցնում են սագը ու վազում դեպի գետը։ Գտնում ամենախոր տեղը ու սուզում ջրի մեջ։ Պահում են այնքան, մինչև համոզվում են, որ խեղդվեց ու թողնում այդտեղ։ Բայց սագը շուտով ցատկում է ջրի երեսն ու թևերը թափահարելով թռչում դիմացի ափը։ «Տես դու», ասում է առաջին որսորդը, «չկարողացանք խեղդել գետի ջուրը չհերիքեց։ Մեկ էլ որ գնա այդպես տերտերի մորուքը կծի, մենք նրան կտանենք սևծով։ Այնտեղ ջուրը խորն է, անպայման կխեղդվի»։ Եվ որսորդները շարունակում են իրենց ճանապարհը։ Գնում, մինչև հոգնում են ու նստում ճամփեզրին, որ հանգստանան մի փոքր։ Տափանները դնում են գլուխների տակ, բայց դեռ աչքները չփակած, վերևից մի ամբողջ երամակ ճանճեր են խուժում և մտնելով նրանց քթերի մեջ, սկսում են կծոտել, անհանգստացնել։ «Վայ», ճչում է որսորդներից մեկը, «կերան մեզ այս անիծված ճանճերը։ Եկեք գնանք այն կծահարված մորուքով տերտերի մոտ և հարցնենք, թե ինչպես կարելի է այս ճանճերի հախից գալ։ Նա մեզ կասի, թե ինչպես, մանավանդ, որ մի անգամ մեր խոսքը նրա մոտ անցկացավ»։ Երեք որսորդները վեր են կենում, գնում նորից տերտերի մոտ։ «Տեր հայր», ասում են նրանք, «մեզ խելք սովորեցրու, ինչպես անենք, որ այս անիծված ճանճերին վերջ լինի։ Չեն թողնում քնել»։ «Խփեցեք», պատասխանում է տեր հայրը։ «Ինչով զարկենք»։ «Որտեղ որ ճանճ կտեսնեք, տվեք զարկեք»։ «Հա, բայց ինչով», հարցնում են իմաստուն գլուխները։ «Տափաններովդ, ես ձեզ թույլ եմ տալիս»։ Հենց այդ րոպեին մի ճանճ տզզալով գալիս կանգնում է տերտերի գլխին։ Առաջին որսորդը, առանց երկար բարակ մտածելու, վերցնում է տափանը ու թփ իջեցնում տերտերի գլխին։ «Այ տղա, ինչ արեցիր, ինչու խփեցիր տերտերի գլխին», գոռում է մյուսը նրա վրա։ «Չէ որ տերտերը թույլ տվեց», պատասխանում է առաջին որսորդը ու ծոծրակը քորում։ «Էլ ինչ անեին, տերտերին թողնում են այդտեղ, որ իրեն հավաքի, ուշքի գա, իսկ իրենք նորից շարունակում են գնալ։ Գնում են դեպի Փայտաշեն գյուղը։ Ճանապարհին տեսնում են մի մեծ ձմերուկ։ «Սա ինչ բան է», կռանում է նրանցից մեկը։ «Սա», պատասխանում է երկրորդը, «ուխտի ձու է։ Եկ թուխս նստենք վրան, թող մի ուխտ ծնվի»։ «Իսկ որտեղ նստենք», հարցնում է երրորդը։ «Արևի տակ»։ Ձմերուկը տանում են Վիտոշա լեռն ու հերթով պպզում վրան թխսկանի պես։ Մեկ էլ հանկարծ առաջին որսորդը թեթև կպչում է և ձմերուկը գլորվում է ցած։ Գնում, կանգ առնում մացառների մեջ։ Երեք իմաստունները վայնասունները դնելով վազում են ետևից։
Վազում են, իրենք էլ խրվում մացառների մեջ։ Բայց ահա թփերի արանքից հայտնվում է մի նապաստակ։ Վայ, զարմացած կանչում է առաջին որսորդը։ Տեսեք, ուխտի ձվից մի փոքրիկ ուխտ է դուրս եկել, երկար ականջներով մի ուխտ։ Բռնեցեք։ Կաց, ճչում են մյուս երկուսը։ Բայց նապաստակը փախչում է եւ թաքնվում անտառում։ Իմաստուն որսորդները ծոծրակներն են քորում եւ միտք անում։ Մեկն ասում է. զարմանալի բան, այդ երբ դուրս եկավ այս ուխտը, երբ աճեցին այսքան երկար ականջները, չիմացանք։ Չէ, գնանք գտնենք, տեսնենք, ինչ ուխտի ձագ էր դա։ Ինչպես գտնենք, հարցնում են ընկերները։ Գնանք, մեկ-մեկ հատկացին գնենք եւ ամբողջ անտառը կտրենք, հայտնաբերենք նապաստակին։ Այդպես էլ անում են։ Կացիններն առնում, սկսում են իրար ետևից կտրտել ծառերը։ Մեկ էլ նրանց մոտով անցնում է մի ճամփորդ զամբիկը հեծած, ետևից էլ փոքրիկ մի հովատակ։ Անցորդը երբ տեսնում է, թե ինչ է կատարվում շուրջը, կանգ է առնում ու հարցնում. Ինչու եք կտրում անտառը։ Իմաստուն գլուխներն ասում են, թե ինչու։ Տվեք տեսնեմ, ձեր կացինները սուր են, հարցնում է անծանոթ օտարականը։ Ինչպես պիտի փորձես։ Երբ տուն գնամ, գլխիցս մի մաս կպոկեմ, կդնեմ կոճղի վրա եւ կփորձեմ։ Որ մեկը որ մազը կտրեց, ուրեմն սուր կացին է։ Իսկ որը որ չկտրեց, կքսեմ քարին ու կսրեմ։ Հապա մենք ինչ ենք անելու այդքան ժամանակ, հարցնում է առաջին որսորդը։ Կսպասենք, մինչև որ բոլոր կացինները փորձեմ ու բերեմ ձեզ։ Այսպես որսորդներն օտարականին են տալիս կացինները, իրենք էլ նստում սպասում։ Սա էլ հեծնում է իր զամբիկն ու անհայտանում։ Անտառում մնում է միայն նրա հովատակը։ Որսորդներից մեկը վերջը գլխի է ընկնում։ Այ մարդ, ասում է նա, վայ թե խաբեց մեզ։ Եկեք դրա հովատակը սատկացնենք։ Ինչպես։ Մեր բոլոր վարտիքներն ու փափախները հանենք, բարձենք մեջքին ու սկսենք հալածել։ Այդ ծանրության տակ նա չի դիմանա։ Ոտը դեմ կառնի քարի ու կտապալվի գետնին։ Ասածն արված է։ Վարտիքներն ու փափախները հանում են իմաստուն գլուխները, բարձում հովատակի վրա եւ ընկնում ետևից։ Հիմա կտեսնեք, որ դրա բանը պրծած է, ծիծաղելով ասում են նրանք։ Եվ գլխաբաց ու անվարտիկ վազում են ետևից։ Վազում են, հասնում մի գետակի։ Տեսնում են, ափին մի հին ուռենի, ճյուղերը ջրի վրա ցածր կախած։ Տեսնես, այդ ուռենին ինչու է այդպես կռացել ջրի վրա, հարցնում է առաջինը։ Երևի ծարավ է, պատասխանում է երկրորդը։ Դե ուրեմն եկեք ջուր տանք, առաջարկում է երրորդը։ Ինչպես, հարց է տալիս նորից առաջինը։ Մեզնից մեկը կբռնի ճյուղերից ու կկախվի, մյուսը կբռնի դրա ոտքերից ու ինքն էլ կկախվի, երրորդն էլ այս մեկի ոտքերից կբռնի ու կքաշի ցած այնքան, որ ուռենին հասնի ջրին եւ կարողանա խմել։ Ասում են եւ անում։ Երեք իմաստուններն իրար ոտքերից բռնած կախվում են, բայց ուռենին այդպես էլ չի շարժվում տեղից։ Եկեք ափներիս մեջ թքենք ու էլ ավելի ներքև քաշենք, ասում է առաջին որսորդը։ Եվ երեքը միասին ձեռքերը բաց են թողնում, որ ափերի մեջ թքեն ու ժառնեն։ Բայց չլամբ ընկնում են ջուրն ու գորտերի նման թրջվում։ Ամբողջովին ջուր դարձած դուրս են գալիս, ելնում մոտակա ժայռերի վրա, որպեսզի չորանան արևի տակ։ Բայց ժայռերը բարձր են լինում, եւ շուտով շուրջը քուլա ճերմակ ամպեր են հայտնվում։ Դա ինչ բան է, հարցնում է մեկը։ Պետք է որ բամբակ լինի, պատասխանում է երկրորդը։
Դե եկեք մեզ գցենք մեջն ու փափուկ գլորվենք ցած։ Էլ ինչու ոտքով իջնենք։ Ճիշտ է ասում, եկեք նետվենք, ձայն են տալիս մյուս երկուսը։ Եվ առանց երկար մտածելու, երեք որսորդները ձեռք ձեռքի բռնած, ուռա կանչելով, իրենց գցում են բարձր սարերից, ընկնում են ու ջարդուփշուր լինում։